Պարոն Զուրաբյան, մինչև 2018-ը երկու հայկական պետություններ ունեինք եւ հենց 2018-ի հայտնի իրադարձությունների օրերին անգամ այդ փաստը փոխում էին նաեւ նորամուտը տոնող իշխանությունները իդեմս Փաշինյանի այսօր իշխանության տարբեր ներկայացուցիչներ շատ սակավախոս էին հենց այստեղ հաղթանակի զբոսայգում նրանց մի մասը իդեմս օրինակ Արմեն Գրիգորյանի ասում էր որ իր համար տոնը եռատոն չէ այլ զոհվածների հիշատակի օր մի մասը խուսափում էր հարցից արդյոք եռատոն է թե ոչ ինչու դարձան այսքան սակավախոս ինչն է պատճառը որովհետև իրենք դարձրեցին այդ օրը զոհված հերոսների տոն, այսինքն բանը ավելի շատ նշում են որպես մի դժբախտություն, որը պատահել է մեր ազգի հետ, բայց ամենակարևոր բանը չեն ասում, որ այդ դժբախտության հեղինակը իրենք են։ Բայց ես գիտեք վստահ եմ, որ հաղթանակները այդպես հեշտ չեն ոչնչացվում, այսինքն այն ինչ որ Փաշինյանը եւ իր թիմը արեցին, դա դեռ չի նշանակում, որ սրանով իրանք վերջը տվեցին հայ ազգին, որովհետեւ հավատը մեկը մեր շարունակվում է, այդ հաղթանակը միևնույն է եղել է եւ այդ հաղթանակը առաջին հերթին ապացույց է դրան, որ եթե ժողովուրդը ոտքի է կանգնում եւ առաջնորդվում է եւ արդար եւ լավ հաշվարկված գաղափարախոսությամբ նա հասնում է հաղթանակի։ Այդ առումով այդ հաղթանակը մեզանից ոչ ոք չի կարողանալու խլել։ Անկամ Նիկոլ Փաշինյանի թիմը, որը այսօր դարձել է Հայաստանի նվաստացման խորհրդանիշը։ Եվ ինչ որ իմաստով այդտեղ մի ելք կա, այսինքն նվաստացումը հենց Նիկոլ Փաշինյանի հետ էլ կգնա։ Պարոն Զուրաբյան, ես մեջ բերեմ ձեր քաղաքական առաջնորդի Հայաստանի Հանրապետության առաջին նախագահի Արցախի ժողովրդին ուղված նամակից մի հատված 80-ականներին դեռևս տպագրված խորհրդային Ղարաբաղ թերթի միջոցով, այստեղ նախագահ Տեր-Պետրոսյանը նշում է դուք եղաք հայոց ազգային նոր զարթոնքի կարապետը եւ այժմ մեր ողջ ժողովուրդը երախտագիտությամբ պետք է հատուցի ձեզ կրած զրկանքները եւ սատար կանգնի ձեր գերմարտքային սխրանքին, իսկ Հայաստանի իշխանությունները պարտավոր են լինել ձեր անվտանգության եւ բարօրության երաշխավորը։ Ինչու Հայաստանի իշխանությունները դադարեցին լինել երաշխավորը եւ անվտանգության եւ բարօրության Արցախի ժողովրդի եւ ավելին ատելություն գեներացնել նույնիսկ տարբեր իշխանական ամբիոններից։ Հազար անգամ ասել եմ, ելի կկրկնեմ։ Գլխավոր խնդիրը դա առավելապաշտությունն էր։ Այսինքն երբ որ մեր քաղաքական ղեկավարները որոշեցին, որ այն հաղթանակը, որին մենք հասել էինք, քիչ է, որ օրինակի համար մենք կարող ենք պահել նաև Ղարաբաղից դուրս հողերը, մինչդեռ աշխարհը ասում էր ձեր հաղթանակը մենք ընդունում ենք եւ Լեռնային Ղարաբաղը ճանաչում ենք որպես հայկական վերահսկողության հող։ Այդ բանի հետ մեր առավելապաշտները չհամաձայնվեցին եւ վիժեցվեց այն խաղաղությունը, որը մեզ իսկապես կպսակեր այն հաղթանակը, որին մենք հասել էինք։ Իսկ Փաշինյանը պարզվեց, որ այդ առավելապաշտներից էլ ավելի առավելապաշտ է։ Ոչ մի թիզականներից ամենավոչ մի թիզականն է։ Տիգրան Մեծից ավելի Տիգրան Մեծը։ Այդ իր երևակայությունը իրեն այդպես էր հուշում եւ ինքը ըստ էության իր այդ արկածախնդրական, անզգույշ ռետորաբանությամբ, հրաժարվելով խաղաղությունից, հրաժարվելով բանակցություններից ավելի ճիշտ, իր կետից ամեն ինչ սկսելով, հայտարարելով մի բան, որ երբեք չէր հայտարարվում, հենց այդ պատճառով, որ հրձիկ չդառնանք պատերազմի, որ Արցախը Հայաստանն է եւ վերջ։ Նիկոլ Փաշինյանը իր այս արկածախնդրական քաղաքականությամբ աշխարհի մոտ ստեղծեց մի զգացողություն, որ պատերազմը կարող է եւ անհրաժեշտություն։ Այսինքն ոչ միայն Ադրբեջանի, այլ նաեւ ասենք Մինսկի խմբի համանախագահները ինչ որ չափով հարմարվեցին այդ գաղափարի հետ, որովհետեւ տեսան, որ հակամարտության կողմից մեկը մերժում է բանակցությունները։
Սա բանա, մեր գլխավոր պատճառն է պարտության։ Հիմա ես նորից եմ ուզում կրկնել։ Այս հաղթանակի օրը ամենակարևոր բանը գիտակցությունը, որին մենք եկանք, հետևյալն է։ Երբ մենք իրատես ենք, երբ մենք հաշվարկում ենք եւ մենք ստրատեգիական պլանավորում ենք կատարում, մեր ռեսուրսների համաձայն ենք վարվում, մենք հաղթանակող ազգ ենք։ Երբ մենք մեր ռեսուրսների վրայից անցնում ենք, գնալով ինչ-որ երազանքների հետևից, որոնք հիմնավորված չեն մեր հնարավորություններով, մենք պարտություն ենք կրում։ Սա մենք առաջի ազգը չենք, ոչ էլ վերջին ազգն ենք, որ այս վիճակում է ընկել կամ ընկնելու։ Սա դաս է, պատմության դաս է, որը բոլոր ազգերը անցնում են։ Մենք էլ այդ պատմության դասը պետք է անցնենք եւ ինչքան լավ յուրացնենք, որ իրատեսությունն է հաղթանակի հիմքը, այնքան շուտ մենք նորից կունենանք հաղթանակներ։ Այս պահին ելքը որն է, որ օրինակ վերադարձվեն Հայաստան, հայերին, ոչ միայն Հայաստան, հաղթանակները, այդ թվում հնարավոր լինի վերաբացել հայկական Արցախի էջը, որն է ըստ ելքը այս պահին։ Կներեք, մենք պետք է հասկանանք, որ այսօր հենց այս առավելապաշտների գործունեության պատճառով մենք հայտնվել ենք շատ խոցելի վիճակում, երբ որ վտանգված է եւ Սյունիքը, եւ մեր ամբողջ պետականությունը։ Այսինքն այսօր մեզ մի քանի խնդիր է պետք լուծել։ Նիկոլ Փաշինյանին հեռացնել, բերել իրատեսական իշխանություն կառավարման Հայաստանում եւ առաջի խնդիրը, որ մենք պետք է լուծենք, պահպանենք Հայաստանը ներկա միջազգանորեն ճանաչված սահմանը, դա էլ երաշխավորված չի։ Ու ինչքան մենք շարունակում ենք այս քաղաքականությունը, ինչքան Փաշինյանը իր անիմաստ ու անվերջ անդադար զիջումներով հրավիրում է Ադրբեջանի ագրեսիան, այնքան ամեն ինչ վտանգված է։ Սյունիքը առաջին հերթին եւ մեր պետականությունը ընդհանրապես։ Հետևաբար մենք պետք է այս խնդիրը կարողանանք լուծենք։ Ես ասեմ, եթե մեր սերունդը քաղաքական գործիչների կարողանա այս խնդիրը լուծի, մենք դրանով կստեղծենք հիմքեր նրա համար, որ ինչու՞ չէ, մի օր էլ խոսենք արցախահայերի վերադարձի մասին իրենց պատմական հայրենիք։ Պարոն Զոհրաբյան, վերջին խնդիրը լուծելու համար իմպիչմենթի օրակարգը ինչպես է գնահատում, որովհետև այսօր հաճախ շատերը սիրում են խոսել քաղաքականության մասին, կողքից նայել քաղաքականության, բայց քաղաքական գործընթացներին շատ մեծ դժվարությամբ են մասնակցում եւ կասկածի տակ են դնում։ Գիտեք ինչ, չնայած մենք ունենք, ասենք, քաղաքական հակասություններ այդ մարդկանց հետ, ովքեր այդ իմպիչմենտը նախատեսել են, բայց մենք իրենց հետ հանդիպեցինք, մենք իրոք ներկայացրեցին այդ ծրագիրը։ Ես չեմ ցանկանում որևէ կերպ խանգարել, հիմա այստեղ հեչ կարևոր չի, մենք կոնկրետ Հայ ազգային կոնգրեսը հավատում է այդ գործընթացի իրատեսությանը, թե ոչ, որովհետև եթե մարդիկ ինչ-որ բան են ձեռնարկել, ինքը հռչակված նպատակը վատ նպատակ չի, այսինքն հիմա ամենակարևոր նպատակն է, Նիկոլ Փաշինյանը, մենք տեսնում ենք, նա չի կարող կառավարել այս երկիրը։ Այս վերջի իր բաները, տեսարանները պարլամենտում, երբ որ ինչ ասել, բանի ղժղժացող առնետի նման, այս ռուսական ասած արտահայտությամբ ասած բազարնի բաբայի նման, ինքը իրան պահում է պարլամենտում, հարձակվելով պատգամավորների վրա, որոնց հետ մենք էլ կարող ունենանք քաղաքական տարբերություններ, բայց այդ կոնկրետ այդ պատգամավորը, խոսքը Աննա Գրիգորյանի մասին շատ բարձ հարց էր տվել։ Ասել էր ինչ եք անում, այս բանի կոռուպցիայի մասին խոսակցությունների վերաբերյալ, որոնք հնչել են մամուլում։ Եվ Փաշինյանը ընկավ ուղղակի ինչ-որ մի հատ կատակլիզմի մեջ, ինչ-որ մի փսիխոպաթիկ մի հատ նոպայի մեջ։ Եվ սա ցույց է տալիս, որ Փաշինյանը կամ կորցնում է իր առանց այտել չեղած հավասարակշռության վերջին կարողությունները, նշանակում է վիճակը շատ վատ է, որ ինքը արդեն տիրապետումը գործում է, կամ էլ մենք գործ ունենք, որը շատ լուրջ արդեն կարելի է խոսալ դրա մասին,
ինչ որ մի հիվանդության հետ, ինչ որ մի հոգևոր խանգարման հետ, որի բանը, որի հիվանդությունը մենք տեսնում ենք ոնց է առաջադիմում։ Բանա, մեր աչքի առաջ երևում է, որ նա իր շրջապատի կամ բժիշկների վերահսկողությունից արդեն դուրս է գալիս։ Հետևաբար սա նաև ազգային անվտանգության հարց է, որովհետև մենք չենք կարող հանգիստ զգալ եւ երբ որ Հայաստանը կառավարում է հոգեկան խանգարումի մեջ գտնվող անհավասարակշռված մի անձ։ Ես գիտեմ, բանա, պետական ինստիտուտների խնդիր է, պետք է մտածեն, որ սա անվտանգության հարց է եւ այդ մարդուն պետք է հեռացնել։ Իր շրջապատը դեպի նախաձեռներ եւ կան, չէ, համանadrական մեխանիզմներ, երբ որ պետության ղեկավարը իր առողջական պատճառներով չի կարողանում ղեկավարել երկիրը կամ նրա ղեկավարումը արդեն ազգային անվտանգության խնդիր է դառնում, այդ մարդուն պետք է հեռացնի ոչ թե ընդդիմությունը, դա առաջին հերթին պետական ինստիտուտների, իր շրջապատի, իր քաղաքական թիմի պարտականությունն է։ Շատ ծանր վիճակ է, շատ ցավոք սրտի այսօր գժությունը հաղթանակում է Հայաստանում, բայց դրա վերջը պետք է տալ։